Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի շրջանակներում զրուցում ենք ELL գործընկերություն փաստաբանական գրասենյակի գործադիր տնօրեն բաժնետեր Գոհար Գևորգյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես է ձեր տրամադրությունը եւ տպավորությունը փաստաբանական գրասենյակների էքսպո ցուցահանդեսի մասին։ Տրամադրությունը շատ բարձր է, տպավորությունը դրական է, որովհետև հնարավորություն էր գրասենյակներին եւս մեկ անգամ ներկայանալ հանրությանը, դառնալ լսելի, լինել տեսանելի եւ ինչի՞ չէ նաեւ շփվել գործընկերների հետ։ Որ համարի ներքո է տեղակայված գրասենյակը եւ հասցրել եք արդյոք այցելուների ընդունել անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել, շրջել եւ ծանոթանալ մյուս գործընկերների տաղավարներին։ Գրասենյակը ներկայացված է 13 համարի տաղավարի ներքո, այո, գրասենյակի իրավաբանները հասցրել են արդեն անվճար խորհրդատվություն տրամադրեն այցելուներին էքսպոյի եւ ունեցել ենք բավականին ժամանակ, որպեսզի ծանոթանանք մեր գործընկերների առաջարկների հետ, ուսումնասիրել նոր նախաձեռնությունները եւ ինչի՞ չէ նաեւ հանդիպել հին ընկերներին։ Կխոսեք մի փոքր ընկերության կայացման եւ զարգացման մասին։ Հաճիկով, որովհետև ընկերությունը այս տարի խորհրդանշական իր 15-ամյակն է նշում, հիմնադրվել ենք 2011 թվականին եւ այս տարի փորձում ենք ամփոփել մեր անցած ամբողջ ճանապարհը եւ փորձել եւս մեկ քայլ առաջ գնալ եւ հանդես գալ նոր նախաձեռնություններով։ Ընկերության կարգախոսը ինքը արդեն իսկ խոսում է իր որդեգրած քաղաքականության մասին, ընդարձակելով ազատության սահմանները։ Եվ հիմնադրման օրից փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի եւ մեր թիմի եւ մեր վստահորդների համար հասանելի դարձնենք ոչ միայն այն, ինչ որ երևում է հորիզոնում, այլ անցնենք հորիզոնից այն կողմ։ Նոր մեթոդներ, նոր նախաձեռնություններ, նոր գաղափարներ։ Այս տարին նվիրել ենք վեճերի արտադատական լուծման ընթացակարգերին, գործիքներին, ինչու չէ նաեւ ինստիտուտներին։ Եվ ուրախ եմ հայտնել, որ այս տարվա սկզբին մենք համահիմնադիր ենք Նաթաշեն գործարարական ակումբի եւ միջազգային արբիտր Տաթևիկ Կարապետյանի հետ միասին համահիմնադրել ենք արբիտրաժային ինստիտուտ, միջազգային առևտրային արբիտրաժային ինստիտուտը, որը այս կարճ ժամանակահատվածում կարողացել է ներգրավել մեծ թվով այդ թվում օտարերկրյա միջազգային արբիտրների, Հայաստանի հայտնի իրավաբան արբիտրների եւ փորձում ենք հասանելի դարձնենք որակյալ եւ պրոֆեսիոնալ արբիտրաժային ընթացակարգերը նաև Հայաստանում եւ մեր գործարարներին տալ հնարավորություն արտադատական վեճերի լուծման արտադատական ընթացակարգեր ընտրելիս չընտրել օտարերկրյա միջազգային արբիտրաժային ինստիտուտները, այլ լինել Հայաստանում եւ դրանով որևէ կերպ չզիջելով որակին, հա։ Երկրորդ նախաձեռնությունը շուտով ընկերությունը կդառնա հաշտարարական կենտրոն։ Մեր ընկերության թիմում արդեն իսկ կան 2 լիցենզավորված հաշտարարներ, որոնք լիիրավ իրավունք ունեն զբաղվել հաշտարարությամբ, շուտով նաև կգրանցվենք որպես հաշտարարական կենտրոն եւ սկսենք նաև այդ ուղղությունը զարգացնել։ Հույս ունեմ մինչև մեր հունիս ամիսը մեր 15-ամյակի արարողությունը, այսպես ասած, արդեն կենտրոնը կգործի։ Երևի թե այս տարին կնվիրենք այս գործընթացներին հաշվի առնելով նաև մեր դատական գործերի քննության բավականին երկար տևողությունը եւ այդ մեծ պահանջարկը, որպեսզի հատկապես բիզնեսի համար վեճերը լուծվեն արագ։ Մաղթում եմ ձեզ հաջող ընթացք ընկերության գալիք տարեդարձի առթիվ եւ ուզում եմ նաեւ հատուկ ընդգծել այն փաստը, որ ELL գործընկերությունը այն գրասենյակներից է, որը մշտապես միանում է փաստաբանների պալատի նախաձեռնություններին ամենատարբեր, բայց ես ուզում եմ շեշտը դնել հենց անվճար իրավաբանական խորհրդատվության ակցիաներին, որ իրականացվում են պալատի կողմից եւ ELL-ը լինում է մասնակից գործընկեր։ Շարունակում եք այդ առաքելությունը, կարողանում են քաղաքացիները օրինակ հստակորեն իմանալ, որ ձեր գրասենյակից կարող են անվճար իրավաբանական խորհրդատվություն հայցել։ Այո, առաքելությունը ի սկզբանե ընկերության հիմնադրման օրվանից մենք ունեցել ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության թեւ եւ միշտ փորձել ենք այդ ճյուղը պահել, զարգացնել եւ երբեք չենք հրաժարվել անվճար պրոբոնո իրավաբանական ծառայությունների գաղափարից։ Այս պահին բացի այն, որ միշտ միացել ենք փաստաբանների պալատի կողմից կազմակերպված նման միջոցառումներին ու նախաձեռնություններին, նաև ընկերության բոլոր փաստաբանները իրենց վարույթում ունեն պրոբոնո գործեր, որոնք վարում են անվճար, գործերի ընտրությունը կատարվում է շատ տարբեր ըստ ժամանակաշրջանի, օրինակ Արցախյան դեպքից հետո բավականին մեծացավ Արցախի մասով
այնտեղից Հայաստան եկած մեր հայրենակիցների աջակցության, այսպես ասած ուղղվածությունը ավելի զարգացվեց, դրանից առաջ մեկ այլ խնդիր էր, բայց ամեն դեպքում չկա այն ժամանակահատված, որ գրասենյակի փաստաբանը իր վարույթուն չունենա պրոբոնո գործ։ Բացի այդ, մենք համագործակցում ենք բարեգործական մի շարք հաստատությունների հետ, հիմնադրամների հետ եւ վերջիններիս հետ համագործակցության հիմքերը դրված չեն բիզնես գաղափարի եւ բիզնես մեխանիզմների վրա եւ փորձում ենք իրենց հետ աշխատանքով պահել մեր սոցիալական կորպորատիվ պատասխանատվության թևը եւ ոչ թե աշխատել գումար վաստակելու համար, այլ աշխատել ավելի դրական արդյունք ստեղծելու եւ մեր բարեգործական ներդրումը կատարելու համար։ Փաստաբանական գրասենյակների էքսպո ցուցահանդեսի շրջանակներում նաև պանելային քննարկումներ են նախատեսվում։ Ձեր ընկերությունը եւս ներկայացուցիչներ ունի քննարկումների ժամանակ։ Ես ուզում եմ նաև խոսենք այն մասով, թե ինչպես եք գնահատում արդյունավետությունը ցուցահանդեսի եւ քաղաքացիների համար եւ փաստաբանական գրասենյակների։ Դուք ճիշտ եք, երկու պանելային քննարկման ընկերության ներկայացուցիչները որպես խոսնակ ունեն ներգրաված, արդյունավետությունը իրականում ես այսպես կներկայացնեմ, կարևոր է նման միջոցառումները առաջին հերթին փաստաբանական համայնքի համար։ Եվ ես կարծում եմ, որ մենք բոլորս այստեղ ենք ավելի շատ ոչ թե գովազդելու եւ ներկայացնելու մեր ընկերությունները, մեր պոտենցիալ վստահորդներին, այլ առաջին հերթին հանրությանը ցույց տալու, որ այս համայնքը կա, այս համայնքը կատարում է բավականին մեծ աշխատանք եւ ունի պոտենցիալ շատ ավելին կատարելու, եթե համայնքի նկատմամբ լինի ավելի մեծ վստահություն։ Հետեւաբար նման միջոցառումները կարևոր են եւ պետք է լինեն բարբերաբար եւ շատ։ Եվ նման միջոցառումներին հենց մեծ ընկերությունների մասնակցությունը ավելի շատ այս նպատակն ունի, քան գովազդը կարելի ասել։ Շնորհակալություն շատ, ձեզ մաղթում եմ գեղեցիկ եւ արդյունավետ օր։ Շնորհակալ եմ փոխադարձ։